Եկեք անկեղծ լինենք, արդեն 14 տարի է, ինչ սեպտեմբերի 11 ասելով ողջ աշխարհը նկատի ունի ընդամենը մի բան՝ 2001 թվականին Ամերիկայում կատարված ահաբեկչությունը։ Հազարավոր հոդվածներ և վերլուծություններ են գրվել այդ մասին, հարյուրավոր իրարամերժ վարկածներ են շրջանառվում, բայց փաստական մասը սա է, փորձեմ շատ հակիրճ ներկայացնել։ Այդ օրը կատարվել է 4 համակարգված, համաձայնեցված միաժամանակյա գործողություն։ 19 ահաբեկիչներ, որոնք կապ ունեին Ալ-Քաիդա միջազգային ահաբեկչական ցանցի հետ, բաժանվել էին 4 խմբի և նույն օրը, գրեթե նույն ժամին առևանգել ամերիկյան 4 ուղևորատար օդանավ։ Յուրաքանչյուր խմբում կար նվազն մեկ անդամ, որը օդաչուական դասընթացներ էր անցել, և դա պատահական չէր, ունեին 4 մեծ թիրախ, որոնք պիտի խոցեին։ Ինքնաթիռները մխրճվեցին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության Պենտագոնի շենքի մեջ, ինչպես նաև հարվածեցին Մանհեթենի հարավում գտնվող առևտրի համաշխարհային կենտրոնի 2 երկնաքերներին։ Զոհվեց 2977 մարդ, 24 մարդ մինչև այժմ համարվում է անհետ կորած։ Չեմ ուզում հիմա մանրամասն անդրադառնալ այս ամենի դրդապատճառներին և հետևանքներին, այդ մասին այնքան շատ է գրվել ու խոսվել, գրեթե 1.5 տասնամյակի ընթացքում, որ որևէ նոր բան ասելը իմ կարծիքով պարզապես անհնար է։ Կոնկրետ իրադարձության եմ ուզում անդրադառնալ։ Երեկ Փենսիլվանիա նահանգում բացվեց մի հուշահամալիր, որի անունը անսովոր է՝ Չվերթ թիվ 93։ Ասում եմ անսովոր, բայց միանգամից էլ հասկանում եմ, որ գոնե մեզ հայաստանցիներիս համար անսովոր բան չպիտի լինի, որովհետև մենք էլ Զվարթնոց օդակայանի ճանապարհին ունենք հուշարձան, որը նվիրված է շատ կոնկրետ Չվերթին։ Սպիտակի երկրաշարժից հետո հարավսլավացի օդաչուները մեզ օգնություն էին հասցնում և կործանվեցին Էջմիածնի խճուղու մոտ։ Այսինքն էլի մարդկային պատմություն է, ուղղակի սեպտեմբերի 11-ին Փենսիլվանիայում կործանված ինքնաթիռի դեպքը այլ է։ Մի անգամ մանրամասն պատմել եմ դրա մասին, բայց քանի որ երեկ Ամերիկայում կոնկրետ իրադարձություն է տեղի ունեցել, բացվել է այդ Չվերթի ուղևորների հիշատակին նվիրված համալիրը, պարզապես չեմ կարող կրկին չանդրադառնալ այդ օդանավում տեղի ունեցածին։ Շատ խորհրդանշական մի քանի հանգամանք կա, որոնց մասին այսօր խոսում են մեկնաբանները, հիմա կփորձեմ ներկայացնել, բայց նախ այն մասին, թե ինչ էին ուզում անել սեպտեմբերի 11-ին այդ ինքնաթիռը առևանգած ահաբեկիչները։ Ըստ գլխավոր վարկածի, ուզում էին այդ ինքնաթիռը մխրճել ամերիկյան խորհրդարանի Կապիտոլիումի, այսինքն կոնգրեսի շենքի մեջ։ 100%-ով, հիմա արդեն իհարկե որևէ մեկը չի կարող դա ապնդել, մահացել են թե այդ ինքնաթիռի անձնակազմի անդամները, թե մոտ 40 ուղևորները, թե ահաբեկիչները։ Բայց օդաչուների խցիկում տեղի ունեցած խոսակցությունների ձայնագրությունները վկայում են։ Խցիկ ներխուժած ահաբեկիչները անընդհատ տալիս էին թիրախի կոդավորված անունը՝ Law Faculty, այսինքն իրավաբանական ֆակուլտետ։ Շատ դժվար է պատկերացնել, որ ինքնաթիռն առևանգած ու դեպի Վաշինգտոն այն ուղղած ահաբեկիչները ցանկանում էին որևէ համալսարանի հարվածել, և ուրեմն միանգամայն ճշմարտանման է թվում քննիչների առաջարկած այն վարկածը, որ խոսքը Ամերիկայի գլխավոր օրենսդիր մարմնի կոնգրեսի մասին էր։ Բայց չստացվեց հարվածել պարլամենտին։ Ինչու՞։ Հենց սա է ամենահետաքրքիրը։ Միանգամից ասեմ, այն ինչ հիմա նկարագրում եմ, տեղի է ունեցել առավոտյան թռիչքի ընդամենը 35 րոպեների ընթացքում։ Առաջին 10 րոպեների ընթացքում թիվ 97 Չվերթի ուղևորները
Այս կամ այն կերպ արդեն տեղեկացել էին Նյու Յորքում տեղի ունեցածի մասին, որ երկու ինքնաթիռներ մխրճվել են Նյու Յորքի երկվորյակ երկնաքերների մեջ։ Այսինքն, տեսնելով, որ ինչ-որ մարդիկ ներխուժում են իրենց ինքնաթիռի օդաչուների խցիկը, այս չվերթի ուղևորները հասկացան, որ իրենց օդանավն էլ առևանգվում է շատ կոնկրետ նպատակով։ Երկրորդ, անծանոթ մարդիկ սկսեցին շփվել միմյանց հետ, համախմբվեցին եւ ի վերջո որոշում կայացրեցին. պետք է գործել։ Երրորդ, նրանք ունեցան առաջնորդ։ Ուղևորներից մեկը, Թոդ Բիմերը, կոչ հնչեցրեց. գնացինք, եւ ուղևորները մի քանի հոգով նետվեցին դեպի օդաչուների խցիկը, որը գրավել էին ահաբեկիչները։ Թե ինչ է կատարվել հետո 100%-անոց հավանականությամբ որևէ մեկը մինչև հիմա չի ասել, քննիչների պաշտոնական եզրակացությունը սա է. ահաբեկիչները հանդիպելով ուղևորների անսպասելի դիմադրությանը ենթադրաբար որոշել են հրաժարվել իրենց նախնական նպատակից կոնգրեսի շենքին հարվածելուց եւ ինքնաթիռը ուղղել են ներքև դեպի գետի։ Ողբերգություն է տեղի ունեցել, բայց նաեւ հերոսություն, կարելի ասել քաղաքացիական հերոսություն։ Այսինքն, առնվազն ոչ բոլոր դեպքերում են արդարացված մեր հավերժական տրտունջները, ինչ կարող է անել հասարակ մարդը, շարքային քաղաքացին։ Շարքային քաղաքացիները կարող են համախմբվել ընդհանուր արժեքների շուրջ։ Մի ժամանակ, երբ ամերիկացիները մշակում էին իրենց սահմանադրությունը, այդ սահմանադրության հայրերից մեկին, Բենջամին Ֆրանկլինին, հարց ուղղեցին. Հիմա, ըստ ձեր առաջարկած սահմանադրության, մենք ինչ կունենանք, նորմալ հանրապետություն, թե բռնապետություն։ Հարցի իմաստը երևի հասկանալի է, ամերիկացիները ունեն հստակ ընդգծված նախագահական համակարգ, որը շատ քիչ երկրներում է գործում։ Այսինքն մտավախությունը հասկանալի է, եւ Բենջամին Ֆրանկլինը պատասխանեց. մենք կարող ենք ունենալ նորմալ ժողովրդավարական հանրապետություն, կարող ենք ունենալ նաեւ բռնապետություն, նայած թե ինչ կցանկանանք բոլորս։ Ավելի քան 2 դար առաջ է ասված, բայց համաձայնեք, լավ է ասված, հոդեմ չեք։